Հայոց պետականության հիմքում կանգնած ազգային արժեքները պահպանած ու սերնդեսերունդ փոխանցած հայ առաքելական եկեղեցին այսօր կառավարության շենքում ասոցացվում է Չուլանի հետ։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես բարդ ինչի համար է եկեղեցի մտնում ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն ա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի։ Փաշինյանն ասում է, վիրավորվել են հոգևոր զգացմունքները, երբ այցելել է հայկական եկեղեցի։ Զգացմունքները նկարագրելուց հետո Փաշինյանը հիշեց հայկական ավանդույթները, ընտանիքի մոդելն ու իր պատկերացումների հետ դրանց անհամատեղելիությունը։ Հայկական ավանդույթն ու մեծ ընտանիքը աղքատության նշան են ըստ Փաշինյանի։ Նահապետական արժեքն է, որ պապը, տատը, երեխեն, թորը, 4 երեխեքը իրանց կանանց եւ ամուսինների հետ պետքա նույն տանիքի տակ ապրեն եւ սա մեր ավանդույթն է։ Դա աղքատությունից է տենց եղել, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել այդ մարդիկ։ Արցախի 300 եկեղեցիները թշնամուն հանձնելուց հետո եկեղեցիների կահավորման մասին մտահոգություն հայտնելը կասկածի տեղիք է տալիս, ասում է լեզվաբան դասախոս Նարինե Դիլբարյանը։ Այս արտահայտությունը փաստացի ուղղակի կարող է գնահատվել որպես երկնային մանանա ադրբեջանցիների համար, որովհետև այս ըստ էության արտառոց արտահայտություն նրանք կարող են արդարացնել իրենց գործողությունները։ Կառավարության այսօրվա նիստը նվիրված էր արժեքներին, եկեղեցուց ընտանիք, ընտանիքից հայկական ավանդույթներ ու վերջում երեխաների իրավունք։ Ըստ Փաշինյանի հետամնացությունը, երբ արգելում են արդեն չափահաս երեխային առանձին ապրել։ Մենք նաև մեր մանկության արտացոլանքն ենք, հավանաբար այդ մտքերը հեղինակը ծանր մանկությունն անցկացրել եւ ընտանիքի պատկերացումները պրոյեկտում է միգուցե իր սեփական փորձառության վրա։ Փաշինյանի այս հայտարարությունները միանշանակ չի ընդունում նաև հանրությունը։ Լիլիթ Գալստյանն էլ պնդում է, որ այս իշխանությունը չի հանդուրժում այն, ինչն ազգային է։ Սադամ Ակարյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։